Լրագրողներ, հարգելի քաղաքացիներ, թույլ տվեք ներկայացնեմ ազգային ժողովի 26 թվականի հունիսի 7-ի ընտրությունների շրջանակներում կենտրոնական դրական հանձնաժողովում ընտրությունները նշանակելուց հետո մինչև քվեարկության նախորդ օրը հունիսի 6-ը ստացված դիմումների, բողոքների վերաբերյալ տեղեկությունները։ Պետք է նշեմ, որ դիմում բողոք աննախադեպ շատ ենք ստացել, 600-ից ավել դիմում ենք ունեցել այս ժամանակահատվածում սկսած փետրվարի 7-ից, երբ ուժի մեջ է մտել Հանրապետության նախագահի հրամանագիր ազգային ժողովի ընտրությունները նշանակելու վերաբերյալ եւ մինչեւ հունիսի 7-ը ընկած ժամանակահատվածում։ Պետք է նշեմ, որ դիմումատուներ են հանդիսացել քաղաքացիները, որոնցից ներկայացվել է 280 դիմում։ Դիմումատու հանդիսացել են կուսակցությունների դաշինքները, իրենցից ստացել ենք թվով 72 դիմում, զանգվածային լրատվամիջոցներից 81 դիմում, թեկնածուներից թվով 86 դիմում, հասարակական կազմակերպություններից թվով 76 դիմում եւ կառանձնացնեմ նաեւ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից կենտրոնական դրական հանձնաժողով ներկայացված միջնորդությունները այս պահի դրությամբ ներկայացվել է թվով 26 միջնորդություններ։ Մի փոքր մանրամասնեմ նաեւ ներկայացված դիմումների բովանդակությունը, նշեմ ինչ հարցերի շուրջ են դրանք եղել, քաղաքացիների կողմից կենտրոնական դրական հանձնաժողովին հասցեագրված դիմումների մեծ մասը վերաբերվել են ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտություններին եւ ցուցակներում ընդգրկվելու կարգին, թեև կենտրոնական դրական հանձնաժողովը այս ընտրությունների շրջանակներում աննախադեպ լայն իրազեկում է իրականացրել, ինչպես նաեւ մեր գործընկերները ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայության կողմից եւս այդ իրազեկման աշխատանքները տարվել են, բայց չափազանց շատ են եղել դիմումները, որոնց շրջանակներում քաղաքացիները հայցում էին կենտրոնական դրական հանձնաժողովից լուծումներ կապված ընտրողների ցուցակների հետ եւ ուղղորդել ենք, որ դիմեն միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն այնտեղ ստանան իրենց հարցերի պատասխանները։ Հարցեր են եղել բազմաթիվ կապված դրա հետ, թե ինչպես պետք է քաղաքացին փնտրի եւ գտնի իր տեղամասային կենտրոնի հասցեն։ Ընտրողների ցուցակներում տեղափոխությունների վերաբերյալ հարցադրումները եւս շատ են եղել, եթե ընտրողը հաշվառված է մեկ հասցեում, քվեարկության օրը մեկ այլ հասցեում է գտնվելու ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ ընթացակարգը, ինչպես նաեւ դրա վերաբերյալ դիմումները հղում էին կենտրոնական դրական հանձնաժողով, նշեցի, որ միգրացիա եւ քաղաքացիության ծառայության իրավասության շրջանակներում էր ըստ էության այդ հարցերի լուծումը։ Շատ են եղել հարցերը կապված էլեկտրոնային քվեարկության հետ եւ հարցն առայն, թե արդյոք Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող ընտրողները կարող են քվեարկել, թե ոչ եւ ինչ ընթացակարգեր կան դրա կապակցությամբ։ Թեկնածուներից ներկայացված բոլոր դիմումները ինքնաբացարկի մասին դիմումներ են եղել, թվով 86 դիմում ենք ստացել եւ բոլորն էլ բավարարվել են այդ թեկնածուների գրանցումը ուժը կորցրած է ճանաչվել կենտրոնական դրական հանձնաժողովի որոշումներով, զանգվածային լրատվամիջոցներից ներկայացված թվով 81 դիմումները վերաբերվել են հավատարմագրման դիմումներ են եղել եւ հիմնականում տեղեկատվության հարցման վերաբերյալ դիմումներ էին։ Հասարակական կազմակերպություններից կենտրոնական դրական հանձնաժողովում ստացված 76 դիմումներից 28-ով պահանջվում էին պարզաբանումներ կամ տեղեկատվության հարցում էին իրենցից ներկայացնում, թվով 12 դիմումներով հասարակական կազմակերպությունները ներկայացրել են տեղեկություններ ենթադրյալ խախտումների վերաբերյալ եւ կենտրոնական դրական հանձնաժողովը անդրադարձել է այդ դիմումներով ներկայացված հանգամանքներին, հիմնականում որպես օպերատիվ լուծում պահանջող հարց գնահատելով դրանց վերաբերյալ անմիջապես միջոցներ ձեռնարկելով։
Թվով 23 դիմում ներկայացված է եղել կենտրոնական ընտրական հանձնաժողով, որոնք հասցեագրված են եղել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանած կարգի համաձայն էլեկտրոնային եղանակով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին ներկայացվող դիմումները ներկայացվում են հենց կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեր ներքին համակարգով փոխանցում է դրանք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին։ Այդպիսի 23 դիմում է ստացվել։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից կենտրոնական ընտրական հանձնաժողով այս պահեդրությամբ ներկայացվել է թվով 26 միջնորդություններ, տեխնացուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ տեխնացուին ազատությունից զրկելու համաձայնություն հայցելու կապակցությամբ այդ միջնորդությունները թվով 26 միջնորդությունները առնչվել են թվով 13 տեխնացուների, դրանցից 24-ով կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրել է որոշումներ բավարարելով այդ միջնորդությունները։ Եվս երկու միջնորդություն մեկ տեխնացուի վերաբերյալ ստացվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովում 3 հունիսի 6-ին եւ դեռ չի քննվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։ Այս ընտրությունների շրջանակներում կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացվել է թվով 72 դիմում, դրանցից 19 քաղաքական ուժերի կողմից ներկայացված դիմումներն էին, որոնք վերաբերում էին այդ քաղաքական ուժերի ընտրական ցուցակները գրանցելուն։ 3 դիմում ենք ստացել քաղաքական ուժերից, որոնք այս ընտրություններին չեն մասնակցում։ Մեկ դիմումով կուսակցությունը խնդրում էր հետաձգել առաջադրման ժամկետները, քանի որ ինչ-ինչ պատճառներով չէր հասցրել առաջադրման փաստաթղթերը հավաքագրել եւ ներկայացնել կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ եւս 2 դիմումներով ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կողմից ենթադրյալ խախտումների վերաբերյալ պահանջեր ներկայացված։ 19 դիմում ներկայացված ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների կողմից վերաբերվել են նախընտրական քարոզչության սահմանված կարգի ենթադրյալ խախտումներին։ Մեկ դիմում ենք ստացել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժի կողմից ինքնաբացարկի մասին եւ բոլորս գիտենք, որ նախապես այս ընտրություններին մասնակցելու համար գրանցված են եղել թվով 19 քաղաքական ուժ, բայց քվեարկությանը մասնակցում են 18, քանի որ մեկ կուսակցություն ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ այդ կուսակցության գրանցումը ուժը կորցրած էր ճանաչվել։ Այս ժամանակահատվածում կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընդունվել է թվով 228 որոշում, դրանցից 9 նորմատիվ բնույթի են եղել, 24 որոշումներ կայացվել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից ներկայացված միջնորդությունների կապակցությամբ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում իրականացված վարչական վարույթների արդյունքներով ընդունվել է թվով 3 որոշում, մեկ որոշում կայացվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սեփական նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի արդյունքներում եւ 2 դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրել է որոշում վարչական վարույթի հարուցումը մերժելու վերաբերյալ։ Նշեմ, որ այդ որոշումների ցանկում են նաև կուսակցությունների ընտրական ցուցակները գրանցելու վերաբերյալ, կուսակցություններին մինչև գրանցելը, երբ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները ուսումնասիրել են կուսակցությունների եւ դաշինքների կողմից ներկայացված փաստաթղթերը եւ թերի փաստաթղթեր կամ պակաս փաստաթղթեր հայտնաբերելու պարագայում կուսակցություններին տրվել է 48 ժամանակ այդ թերությունները շտկելու համար, այդպիսի
8 որոշում է կայացվել 8 քաղաքական ուժերի կապակցությամբ, իրենց տրվել է 48 ժամ ժամանակ թերի փաստաթղթերը կամ չներկայացված փաստաթղթերը ներկայացնելու համար։ Այդ փաստաթղթերը ներկայացնելուց շտկումները կատարելուց հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 23 որոշում է կայացվել թեկնածուի գրանցումը մերժելու վերաբերյալ, այսինքն 48 ժամը տրված է եղել եւ այդ թվով 23 թեկնածուների վերաբերյալ շտկումները չեն կատարվել, պակաս փաստաթղթերը չեն ներկայացվել եւ այդ պատճառով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թվով 23 թեկնածուների գրանցումը մերժելու վերաբերյալ որոշումներ է կայացրել։ Թույլ տվեք նաև անդրադառնամ այս ժամանակահատվածում դատարան ներկայացված հայցադիմումների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է նշեմ, որ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները նշանակելուց հետո մինչև քվեարկության նախորդ օրը վարչական դատարան ներկայացվել է 8 հայցադիմում ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, 1 հայցադիմում ներկայացված է եղել հասարակական կազմակերպության կողմից, որը վիճարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, որով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել էր այդ հասարակական կազմակերպության հավատարմագրումը համատեղ դիտորդական առաքելություն իրականացնելու պահանջի մասին դիմումի շրջանակներում։ Դատարանը այդ հայցադիմումը ընդունել է վարույթ եւ կայացրել է վճիռ բավարարելով պահանջը եւ այդ հասարակական կազմակերպությունը համարվել է հավատարմագրված։ Թվով 6 հայցադիմում ներկայացվել է, ուրեմն երկուսը վերաբերվել են երկու թեկնածուների, որոնց վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրել էր որոշումներ բավարարելով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից ներկայացված միջնորդությունները, երկու հայցադիմումներն էլ մերժվել են։ Եվս երկու հայցադիմում ներկայացված են եղել այն անձանց կողմից, ում գրանցումը որպես թեկնածու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից մերժվել է։ Երկու այդպիսի դեպք ունենք, երկու դեպքում էլ հայցը մերժվել է։ Եվ եւս երկու հայցադիմում, որոնք ներկայացված են եղել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի կողմից, մեկ հայցադիմով վիճարկվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կայացված որոշում, մյուս դեպքում վիճարկվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անգործությունը։ Երկու հայցերն էլ մերժվել են։ Եվս մեկ հայցադիմում ներկայացված է եղել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժի կողմից, որը վերադարձվել է։ Այսքանը այն տեղեկություններ, այն դիմումների բողոքների վերաբերյալ, որոնք մենք ստացել էինք ընտրությունները նշանակելու մասին նախագահի հրամանագիրը ուժի մեջ մտնելու պահից մինչև քվեարկության նախորդ օրը ստացված դիմումների բողոքների վերաբերյալ։ Շնորհակալություն Տիկին Հակոբյան։